Ողջույն, ասում են Արտաշ Ասատրյանը Էջմիածնում ապրում է 4 հարկանի դղյակում։ Եկեք միասին պարզենք, արդյոք դա այդպես է։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստաալիքն է, չէի սպասում հարցնում։ Արտաշ Ասատրյանը տանն է։ Այո։ Կարելի է։ Անպայման։ Բարև ձեզ։ Բարև։ Եվ ինչ էր անում առաջուց Արտաշ Ասատրյանը։ Հայատներն են մաքրում, ռեվերսի այլը բացվում։ Այսինքն դուք եք առանձան հայացքը մաքրում, լվանում, հա։ Լվանում, մաքրում, նայած օդ, նայած տրամադրություն։ Առանձան ժամը քանցին եք արթնանում։ 10-ին, 11-ին, օրկա 8-ին, օրկա 2-ին։ Լավ։ Հիմա կարող ենք տանը, հա, ցույց տալ ձեր տունը, ձեր Լվացում փոխվենք մի քանի րոպե ներողություն, որից հետո կարող։ Տունը, ինչպես տեսնում եք, մեծ է, 4 հարկանի է։ Չգիտենք որտեղից սկսենք։ Բնակվում եմ ես, իմ ընտանիքը, կինս, 2 երեխաներս։ Բայց ինչպես ավանդույթ մեր տան դուռը միշտ բաց է, միշտ տեսակ արդեն առավոտ շուտ է, կան մարդիկ, որ մեր տանն են արդեն, հյուրեր են, ընկերներ են։ Իսկ քանի սենյակ ունենք։ Հիմա չեմ կարող ասեմ քանի սենյակ ունենք, տունը 30 թե ավել։ Մոտ 30։ Մոտ 30։ Լավ, իսկ այ երբ որ գիշերը գալիս է, հա, դու 4 անձ նշեցիր, որ բնակվում են այս տանը, իրար ոնց եք գտնում։ Օգտագործում ենք 4 սենյակ, ունենք աշնանային սենյակ, ունենք ձմեռային սենյակ եւ ամառային։ Օգտվում ենք, հիմա ես որ բարձրանանք ասեմ, որ Լավ, սկսենք այստեղից, հա, երևի, եւ ինչ ունես այստեղ, հետաքրքիր։ Հետաքրքիր։ Այս սենյակը ինչի համար է։ Ծառայում։ Այս սենյակը ծառայում է ընդհանուր միջանցք ասում ենք, կարելի է տենց համարել։ Ստերոն է մեր դրած աուդիո։ Այստեղ հավաքույթներ լինում են։ Հավաքույթներ են լինում, միշտ սեղաններ են բացվում, միշտ հյուրեր ենք ունենում, տրադիցիոնալ։ Եղբորս նկարն է, Սեթրակի։ Ահա։ Ողքը տեսնում եք, հայրիկիս նկարն է։ Կուզեմ այս նկարին անդրադառնանք, մայրիկս էլ է նկարում, հայրիկիս հետ Լոս Անջելեսում են։ Մի առիթ է, այստեղ էլ կուզենամ նշվի, էլի իմ տան մեջ է Լոս Անջելեսում, պապանա Սեթրակն է, ցավոք հիմա չի երևում նկարում, ու Գրիշան է, իմ բալիկի տարեդարձն է։ Այնտեղի տունն էլ է այսքան մեծ, թե ավելի Չէ, համեստ։ Լոս Անջելեսում մի քիչ ավելի համեստ է։ Փոքր է, բայց քարից սարքած տուն է։ Չէ, քարի չի, ամերիկյան ստանդարտ է, տենց 2 հարկանի, բայց այս մեծության չի։ Չեմ ասում, որովհետև հայեր կան, որ հա ներսից քար են շալում տան այնտեղ։ Անում են գետիններն են անում, կան, որ ասենք կողքերն են անում քար, բայց հիմնականում ամերիկյան ստանդարտերը բոլորը գիտեն։ Փայտից է շատ մասը։ Դաշնամուրը դաշնամուրն է դրած, դիվանն է դրած։ Կուզանամ այս նկարն էլ նկարեք։ Այս նկարը վերջի մեր մի 2 ամսվա նկարը այլ Լոս Անջելեսում ենք նկարվել գալերիայում։ Ընտանիքով այս նկարի անունը սանդվիչ ենք դրել։ Ինչու՞։ Սանդվիչի տենց է, այս նկարը որ օրդեր ես անում, նկարում ես, տենց են ասում, էլի նկարին սանդվիչ են ասում։ Ես տեսնում եմ այստեղ Հայաստանի Հանրապետության դրոշը, հա։ Էսի այո, մեր դրոշն է, նվիրել են համերգի ժամանակ պապային։ Ու միշտ մեր տան մեջ է։
Եվ հետևը տեսնում եմ հեռախոս, աշխատում է, օգտագործում է։ Հիմա որ ուշադիր եք ավել, ես անջատել եմ հատուկ, արդեն դպրոցը բացվել է, հեռախոսը նավի հեռախոս է, հեռախոսի զանգը շատ բարձր է, ուզում եմ նշեք դպրոցն է, 4 դպրոցն է, որ զանգը լինում է, երեխեքը դասամիջոց են գնում, այդքան բարձր է զանգը, հա, չեմ ուզում խանգարեմ մեր աշակերտներին։ Ինչ ունենք այստեղ, այս կողմը։ Այստեղ մեր լողավազանն է, միշտ հանգստանում եմ ես շատ ժամանակ մեր տան մեջ հյուրերին ումը ցանկանում եմ հրավիրում եմ, խեղդում ես։ Շատ ժամանակ անցկացնում այնտեղ, լինում են տենց առիթներ էլ խեղդելու, որ մարդիկ են լինում։ Մեր մաղալն է։ Ահա, այս կողմում ինչ շինություն է։ Այս կողմը կուխնի է, տենց հանգստյան սենյակ է, այն մյուս կողմը կիսա շինված է, սաունա, տիպի, ավելի հանգստյան։ Վերևում բալկոնն է մեծ, էլի շատ երեկոյան շատ սիրուն տեսարան ենք ունենում։ Այդտեղ կարող եք սեղան գցել։ Սեղանա գցում, այո, փուլը երեխեքը որ ասենք չենք ուզում խանգարեն, մենք վերևն ենք հանգստանում։ Ստեղ ունենք մի հատ լավ զոնտիկ, արդեն մի քիչ հովեր ընկել են, հանել ենք, ստեղել ենք սեղան դնում, շատ սիրուն ալում, պաշտպանվում ենք արևից։ Այնտեղ մեր Արտաշ դուք նշեցիք հյուրերի մասին, ինձ հետաքրքիր ովքեր են լինում ձեր հյուրերը։ Հյուրեր շատ են լինում ամբողջ աշխարհից, ընկերներ, բարեկամներ, հարազատներ, տարբեր առիթներով։ Նույն ասպարեզի, հա, երկիչներ են, հիմնականում երկիչներ, երաժիշտներ ու երաժշտություն շատ սիրող մարդիկ։ Չես փորձել, ասենք Ջորջ Մայքլին կանչես, որ գայչ միացին հանգստանակու հետ ձեր։ Չեմ փորձել, ճիշտ ասած, մի քիչ էդի մեծ հարցեր հետ է կապված։ Ֆինանսական։ Միշտ ասում եմ, այդ ֆինանսները պետք է մեր երկիչներին, մեր երաժիշտներին շատ վճարեն, շատ ուշադիր լինեն, պետք է լավ ապրեն, հարուստ ապրեն, որ նման հարցերին ինչու՞ չկարողանան պատասխան ասեն եւ փաստերով էլ ցույց տան, թե ինչքան մոտիկ են ընկերներով։ Արտաշ, այսօր փողի խնդիր ունես։ Նկարներ ցույց կտամ ասեմ։ Այսօր փողի խնդիր ունեք, Արտաշ։ Փողի խնդիր չունենք, բայց ավելի այդ մասշտաբին հասնելու համար, ասենք, ավելի շատ գումարներ են պետք։ Ասենք, որպեսզի Բևերլի Հիլսում տուն գնես։ Բևերլի Հիլսում տուն գնել, ասենք, մի հատ Սոչիում լավ յախտա ունենալ, Սևանում ամեն տեղի տաչեկով, տներով, որ հրավիրել, ասել, էս էլ այն, էս էլ, մերն է ու վայելում ենք այսպես։ Սոչին բայց փոխարենը ունես լավ մրգատու այգի։ Շարունակենք, հա, ներկայացնում էր այնտեղ ինչ-որ մի բան, ես միջամտեցի։ Հա, ջերուսման հարցն է կարգավորում, արդեն պարզ է։ Գրիշան իմ տղան է։ Ահա, և դու էլ պիտի երգես։ Երգելու ես Գրիշա ջան։ Ինքը շատ լավ է երգում։ Որ մեծանաս պիտի երգես։ Արդեն կարողանում ես երգել։ Մի հատ երգես Գրիշա ջան։ Մի հատ որը երգին բան նկանեն։ Մասիսը։ Թե Տեր Հիսուսը։ Մասիսը։ Մասիսա տխուր է, անին ավերված, կյանքիս կամուները ծխում էին այրված, այդ ամպած ունեմ ես, իմ ուսն է վարված, ինչպես ապրեմ ես։ Ասա Տեր Աստված։ Ամր Գրիշի ես։ Գնացինք ուր են գնում։ Հիմա գնում ենք մյուս կողմը, մեր տան։ Այս մի մասում այտենց հատուկ չենք ապրում, չենք բնակվում, ես կուզենամ այս մի մասում ունենք միայն այս սենյակն ենք օգտագործում, իմ համերգային, մեր համերգային։ Այսինքն մոտապես մի 10 սենյակ չի օգտագործում այստեղ։ 10-15 սենյակ երևի չի օգտագործում, սպասում ենք մեր եղբոր վերադարձին, մի բարի օր գա, իմ ապարատուրան է համերգային, նոր վերանորոգված, ամեն ինչով պատրաստ։ Ինչ էիք նայում այստեղ։ Մեր հովիկներ, DVD-ներ, մեր համերգների ընթացքում որ հյուրասիրել են տենց բանկետներ ու մի մոնտաժված մեր Ռուսաստանի համերգներից մի մասը։ Կուզեմ նկարեք էլ այս մասը։ Իսկ հազարսին հովիկ ջան, ինչպես տեսնում եք, մենք միշտ նայում ենք այդ մեր համերգային շրջագայությունները, տեսալովակները հայրիկիս,
լցում ենք իր ամեն ինչը հիշելով, առօրյան մեր նկարն այլի պապայի։ Ստե մեր հյուրասենյակն է, այս մասկիկը Լաս Վեգասից, հա։ Լաս Վեգասից կազինոներից նվերներ է տարբեր ժամանակ։ Սիրում ես խաղալ։ Շատ չէ, շատ քիչ եմ խաղում։ Ասենք մի 25-30 հազար դոլարի կարգի ամեն գնալու։ Եթե խաղում ես մի անգամ, երկու անգամ տարվա մեջ, կարելի է նորմալ ժամանակ անցկացնել։ Նկարեք հատուկ իմ բաբոն, նոր ենք մենք ժամաներ Ռուսաստանի Դաշնությունից 3 օր եւ միասին ենք եկել իմ տան ամենահարազատ Ես տեսնում եմ անդամներից այն ձեր տան բաբոնը կանայք խոհանոցում էին միայն, հա։ Կինս Աննան է արդեն խոհանոցում ժամանեց։ Եվ կնոջը ուզում եմ, հա, մի հարց տամ, այ խանդի առումով, հա, խանդելու առիթ տալիս է Արտաշը, թե Դե իհարկե լինում են դեպքեր, որ տալիս է, բայց այդքան շատ չէ երևի։ Եվ ինչով է ավարտվում։ Որ ասած, որ մենք աղջիկներով գնում ենք Լաս Վեգաս, խաղում ենք մեծ գումարներ ենք տալ։ Կարծում որ ասած լինի։ Մենք միասին ենք գնում Լաս Վեգաս։ Չէ, երևի ամենտեղ միասին ենք լինում, այդպես մեծ խնդիրներ չենք ունենում խանդի հետ կապված։ Շատ լավ, իսկ այ Արտաշի ստամոքսի խնդիրը լուծելու համար համ մեծ շնորհք է պետք, ինչպես է կարողանում։ Ասեմ, որ ինքը օգնում է ինձ այդ հարցում։ Շատ բաներ ինքն է պատրաստում, ինքը սիրում է խոհանոցը։ Նույնիսկ մի անգամ ասաց, որ եթե երգիչ երաժշտությամբ չզբաղվեր, անպայման խոհանոցով կզբաղվեր, որովհետև սիրում է։ Իսկ այդ դեպքում դուք այդքան կսիրեիք նրան, թե։ Դե իհարկե ես Կապ չունի Ես երկու։ ասեմ, որ մենք դպրոցից ենք այո ծանոթացել։ Այդ ժամանակ դեռ Սերենադներ երկեր նվիրվել են ձեզ, հա։ Հա, կան երգեր։ Օրինակ որ երկն է նվիրվել ձեզ։ Այն ժամանակ չեմ հիշում որ երկու, Այն բայց շատ ժամանակ, երկեր բայց կան, Իվանովով որ երկեր կան, հա։ հայրիկիս երկերից։ Հետանի թարնանը, սմի գնա ջեյրանը, ջահել եմ խղշայից, կկորչեմ մարալս բյար։ Հետանի թարնանը, սմի գնա Այդ ձեր ջեյրանը։ ծնողները հեշտ տվեցին ձեզ։ Ես լավ նվիրեմ միշտ Չէ, անմեզ։ ասեմ որ Ծապը հեշտ կայացավ, թե հեշտ չկայացավ, բավականին բարդ էր, նույնիսկ չեմ ուզում այդ մասը խոսել։ փախցրել են ձեզ։ Չէ, չեմ փախցրել, բայց ահագին բարդություններ եղան։ Հա։ Մեծ գումարների հետ կապված։ Գումարների հետ կապված չէ, բայց Միլիցիան գնել, կրվել, Հա, ջարդել, ասես մեքենանել։ Արտաշեն ժամանակ Պատերազմներով, շատ ակտիվ էր։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ինձ հետաքրքիր է թե որքանով է ծանոթ խոհանոցում ինչը որտեղ է եւ արդյոք է պատահում է դեպքեր, որ գիշերը իջնում ես եւ ինչ որ մի բան ուզում ես ուտել։ Ինչպես Անան ասաց, ես շատ ծանոթ եմ, մեծ մասամբ ծանոթ եմ մեր խոհանոցում ինչա կատարում, որովհետև ես սիրում եմ ինքս պատրաստել։ Օրինակ թեյը որտեղ է գտնվում, սուրճը ձեր։ Մեր թեյերը, սուրճերը գտնվում են ամբողջս այստեղ, կարող եմ ցույց տալ։ Ունենք լավ Տեսականի։ տեսականիներ, արոմատներ, տարբեր հավերի, մսերի, տարբեր առիթներով պատրաստում ենք արոմատներ ունենք։ Ունենք սուրճերը, թեյերը, այսօր։ Հասկանալի է, շնորհակալություն, իսկ ինձ հետաքրքիր թե ինչու է երկու սառնանքոն առանձինը եւ մնացածին առանձին։ Սարդը դեռ այսքանը չի ունենք էլի սառնաներ։ Շատ են լինում մեր շփումը ընկերությունը շատ է։ Ինչեր ունենք, իկրա ունենք, լավ, ձկներ ունենք, տարբեր բաներ ունենք, ձկներ տեսականի, Սևանի, Ռուսաստանի։ Իսկ այ գնումներով է կատարում ձեր տանը։ Պատահում է որ ձեզ կարող են տեսնել, ասենք, հա, հասարակ։ Ես հիմնականում դրսից գալուց եմ շատ գնումներ կատարած գալիս։ Հայաստանում քիչ է լինում, մեկ-երկու անգամ օգտվել եմ Երևանում լավ մարքետներից։ Այսինքն դրսից ծնունդ եք բերում, հա։ Լավ սնունդներ, ձկներ, իկրաներ,
Ձմերուկը դրսից չեք բերել։ Ձմերուկը չէ, ձմերուկը բերում են ընկերները։ Սա ամերիկյան, հա, ոճով է սարքած։ Ամերիկյան ոճով է, ինչպես նկատեցիք, տակն են կանգնում մեքենաները։ Ահա։ Եվ 4 մեքենա ընդամենը։ Այս 4 մեքենան հիմա կանգնած են, ունենք մեքենաներ նաև դուրսն են, ընկերներիս մոտ են, բայց կարծում եմ ես չեմ էլ ասում այս մեքենաները ամբողջը։ Որն է ամենաշատը Հիմնականում սիրում։ սա եմ ես քշում։ Ահա։ Եվ տեսնում եմ համարները բոլորին են նույնն են, հա։ Բոլորին էլ հա նույնն են համարները։ Ինչի հետ է կապված 99-555։ Սերը է, որ նվիրել են։ Նվիրել են։ Նվիրողներից, հա, նվիրել են այս համարները, հայրիկիս է նվիրել։ Շնորհակալ եմ այսօր։ Այս իմ քշած մեքենան է, Mercedes S-Class 555։ Պարզ է։ Ներկայացնում թե կարիքը չկա։ Այս Jeep Liberty-ն է, էլի ձմեռային տարբերակով է կանգնած։ Ահա, սա ձմռանն է պետք գալիս։ Այս մեքենան, ասենք, տենց դինում առիթներ օգտագործում ենք էլի թեթև այս կոմայքում գնալու համար։ Կինդ մեքենա վարում է։ Կինս էլ է վարում մեքենա։ Որն է նրա մեքենան։ Հիմնականում Աննան Jeep-ն էլ է վարում, սա էլ է վարում, նա էլ է վարում, որը ասենք ուզում է վարում։ Մեր հյուրասենյակն է, էլի։ Այո։ Այստեղ երեկոները հիմնականում հանգստանում ենք, երբ որ գալիս ենք քնելու։ Ահա։ Մի քիչ հեռուստացույց, զբաղվում են երեխաները, խաղում են։ Եվ քննարկում եք այս երգը կամ այն երգը, հա։ Հա, տենց հարցեր են լինում։ Արորյան։ Իսկ հեշտ է այսպիսի մեծ տունը պահել։ Չէ, ուզում եմ ասել, որ շատ դժվար է։ Եվ մեզ օգնում է հարցնում է։ Առանց իրա մենք կորած ենք։ Այո, շատ է օգնում մեզ այդ հարցում։ Ես էլ իրանց շատ եմ սիրում, իրանք շատ լավն են, ես էլ առանց իրանց չեմ կարա։ Սյուզին հիմա տանը չի, իր ընկերական տենց ընկերների հետ երևի խաղում է։ Ահա։ Իր սիրած TV-ն առեմ այրը, նվիր է։ Disney վիդեո։ Disney մուլտերով որոնք եթե նայեք անսեք ամբողջը Disney-ը մեր բալիկի ու Penguin էլի աղջիկական իր ժամացույցն է։ Իրան նվիրել է հորաքույրը, քույրս, այո, այս նկարներին կուզեմ անդրադառնալ, որ հորաքույրը։ Ահա ժողովների նով է գնում ձեզնից։ Ես։ Ես եմ գնում, Հայրիկը գա։ Այո, չէ, չեմ պահանջում եւ հայրիկը մի տեսակ չգիտեմ, չի սիրում տենց։ Իսկ եթե ծագում են հարցեր լուծելու այս ժամանակները, որ պետք է այս կամ այն հարցը լուծել, ով է։ Նայած ինչ հարց։ Այո, շատ հարցեր հայրիկն է լուծում։ Օգնում։ Խեղճ հայրիկը։ Լավ, Ուզենամ այս էլ նկարվի իմ Գրիշոյի։ Գրիշո, ես ում տեղելն է։ Ինչա Կարավաթի անունը Իր քո։ տեղելն է, իր անունը դրել է Թոմաս, ինքն է Թոմասին է շատ սիրում, Թոմասի մուլտերն է նայում։ եւ որտեղ ենք մենք գտնվում։ Մեր ննջարանում։ Այստեղ ձմեռներն ենք հիմնականում, ցուրտ եղանակին ենք քնում, այստեղ տաք է։ Ունենք մի ուրիշ ննջարան, դեղ ավելի հով է, ամառը տեղափոխվում ենք։ Այս պահին այստեղ չեք։ Այո, հիմա այս պահին այստեղ չենք քնում, այո։ Իսկ հետաքրքիր է ձեր ամուսինը երբ է վերադառնում տուն եւ լինում է որ գինովցած վերադառնա կամ նրան ուղակի մի կերպ բերեն, այդպիսի դեպքեր։ Չէ, այդպիսի դեպքեր որ մի կերպ բերեն չի եղել։ Գինովցած այո իհարկե լինում են։ Իսկ երբևէ լինում է որ զանգում է եւ ասում է չէ, այսօր չեմ գալու։ Չէ, տենց բան չի եղել, կարծում եմ։ Ասում չի ներվում, հա ինքը։ Չէ, ներվել է, չէ, բայց ինքը սիրում է տուն վերադառնալ։ Տանն է իրան ավելի հանգիստ ու հարմար լավ զգում։ Իմ սիրած մասերն են ժամացույցները, որ ես շատ եմ սիրում։ Ահա, տեսականին են իմ ժամացույցները, ես հիմնականում սիրում եմ ժամացույցներ։ Ապահովագրած կան ժամացույցներ։ Ունեմ լավ ժամացույցներ ունեմ, Breitling ունեմ, Cartier ունեմ, հիմա իմ ձեռքին էլ է Cartier։ Ինչպես ասացի, ես նաև ունեմ, որ սիրում եմ հոբի ունեմ ակնոցների։ Ահա։ Իմ կոլեկցիոնը այստեղ Պարզ է։ հիմա Prada-ն է իմ ձեռքում։ Ահա, գովազդել պետք չի։ Գովազդել պետք չի, ուստի ունեմ էլ իմ սիրած Մայամի ակնոցներն, որ ես Մայամին կլիպն եմ նկարվել, ակնոցներով։ Շատ եմ սիրում եւ ունեմ մեքենաների մեջ ակնոցներ շատ եմ սիրում, բոլորը գովազդեր կամ անվան երևի սիրեցիք, չասեմ։ Ինչի կարիք ունեք։ Ինչի կարիք։ Կարելի ասել ոչինչի։ Գոհ ենք Աստծուց, ամեն ինչ ունենք, խաղաղ ենք։ Երրորդ, չորրորդ երեխան ունենալու։ Այո։
Առայժմ երկու երեխա։ Այստեղ հարցեր ցակեցին։ Ասած ձեր վեճերի նաև, հա, եւ Վեճը տարաձայնություններ կան։ դուք չեք ուզում ունենալ Չենք մտածում այդ, այո, այդ Ո՞նց չեն ուղղությամբ։ մտածում աննա։ Լավ են մտածում ենք մենք երկու երեխա դեռ պետք է ունենանք տղա։ Ասոկամքով մի հատ Արամ Ասոկյան պետք է ունենանք։ Եվ սետրակ ասատուղան։ ինչ սենյակ է, ուզում եք ցույց տալ։ Սետրանի ննջասենյակն ա եղել ինքս տեղ ա քնել, այս սենյակներ սիրում։ Այս սենյակն որ դուրս։ Այստեղ իր կահույքը դեռ կահավորած չի, ինչ որ sense կար մնացել է։ Սա նվերներ են այս սենյակում։ Իր անուշներն ա Լոս Անջելեսում 10/2007-ն ալ Մոսկվայում որ կայացավ։ Իր Օսկարներն են։ Այս կոնյակը էլի նվիրել են Ասատրյանին։ Շատ հին, շատ լավ կոնյակ է իր անունով։ Չենք օգտագործում, տես մնացել է։ Երևի թորները կօգտագործեն։ Ում անունն է, իրանք օգտագործեն։ Ես ստիպված եմ ընդհատել եւ կարծում եմ մենք վերջի հարկ չենք բարձանա, քանի որ մեր հաղորդումը այդքան չի կարող տրամադրել եթեր, կարծում եմ մոտ ապագայում կայցելենք եւ կնկարենք տան եւ մյուս հատվածը եւ վերջի Եվ հարկը։ մյուս հատվածը եւ ունենք վերևում ստուդիոն, մյուս կարել է, ինչու՞ չէ։ Շնորհակալություն, բայց նախքան այսպես ասած դուռը փակելը ես ուզում եմ այս ամսագիրը տալ քեզ, Արմյանկա, եւ ավանդական հարցը կապված այս ամսագրի հետ տալ քեզ։ Ինչ ես կարծում, ով կարող է լինել 2008 թվականի տարվա լավագույն հայուհին։ Ինձ թվում է ամենագեղեցիկը կլինի։ Եթե ինձ մնա, ես կընտրեմ միայն գեղեցիկին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ցտեսություն։ Ցտեսություն ձեզ։ Շնորհակալություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Տեսնես կգա այն ժամանակը, երբ թատրոնի դերասանը կապրի նմանատիպ պայմաններում։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթ եւ Սուրենն են առայժմ։